Սիրելի եկեղեցի ողջունում են քեզ, շնորհակալություն այս հրաշալի փառաբանության մեր ծառայողներին, ովքեր որ օգնում են մեզ, օգնում են ավելի երկինքը շոշափելի տեսնել, զգալ, կարող եք տեղավորվել, կարող եք նստել Աստծո ներկայության մեջ եւ ես այսօր հալելույա, ես այսօր այստեղ եմ մի խոսք իմ սրտում որ կա այս երևի ամբողջ ամսվա մեջ այս հենց ինձ հետապնդում այսպիսի մի անկեղծ որ ասեմ ես երկրպագություն սիրող մարդ եմ ու գիտես այս ընթացքում մի հատ երկ եմ որ ռուսերեն խոսք կա զապալ էլ ես հենց մի հատ երկրպագության sense մի հատ բանա ալբոմի պես մի բանա ընկել ձեռս ինտերնետում ու ես sense կորցրել եմ ամեն տեսակի քարոզներ ես չգիտեմ հաղորդումներ կամ ինչ-որ բաներ մտածել, լսել ու բանը հենց հնարավորություն է լինում մտնում եմ այդ YouTube-ը միացնում եմ ու սկսում եմ անգլերեն է իհարկե, բայց ես դնում եմ այնտեղ փառքասուն այսօրվա տեխնիկայի համար միացնում եմ այդ սուբտիտր կոչվում է տառերը ու այդ անգլերեն երգի բառերը ռուսերենով սկսում է գրել ես մի քանի բան արտագրել եմ այդ երգից այսօր ընթերցելու եմ այդ երգի բառերը ու դրանից հետո դուք կհասկանաք թե ինչու է այս թեման ծնվել իմ սրտում, սենց ամբողջ ամիս սրա մեջ սենց ես բան եմ եղել, հիմա երբ որ սկսեմ կարդալ այդ երգի բառերը, դուք կհասկանաք միանգամից աստվածաշնչյան այն ուղղությունը դեպի ուր որ մենք գնալու ենք այսօր, ուսումնասիրելու ենք։ Առաջի բառերից արդեն պարզ է դառնում, իհարկե այստեղ բանը չի պահպանված, հա, այդ քերականական բաները, ես ուղղակի բառացի փորձել եմ թարգմանությունը գրի առնել եւ հետաքրքիր բառեր են ուղղակի sense մեջից թռեկը պես սրտից ու ինձ այն որ ասում է տակնու վրա են արել հետեւյալ բառերն են այստեղ հնչում ես կընթերցեմ հիմա այս բառերը որից հետո մի առակ կկարդամ հայրական տնից հեռացա արդեն հասկանալի է չէ Փոխելով իրական արժեքները թվացյալ հարստության հետ, փոխեցի գեղեցիկ պատմուճանս ցնցոտիների հետ։ Իմ ծննդյան օրը անիծեցի անգամ, որ աշխարհ եկա։ Օտար աշխարհը, որին ձգտեցի, ինձ դարձրեց ավելի սառնասիրտ։ Արդյոք դեռ բաց է հորս տան դուռը։ Ուր ես կվազեմ օթևան գտնելու ահա տեսնում եմ քեզ դեպի ինձ վազելուց ձեռքերդ բացված որ ինձ գրկես եթե կարող ես ներել ինձ ինպես անարժանիս ապա ընդամենը քո մեկ համբույրը բավական է ինձ որի այս դա զգամ Ստրուկի պես եղա մի կտոր հաց մուրալով, բայց քո սերը հերվում անսայթակ կանգնած սպասում էր իմ վերադարձին։ Դու անգամ չսպասեցիր, որ ես խոսեմ, այլ վազելով ինձ փարվեցիր եւ իմ խավարը կեսօրվա փոխեցիր։ Արդյոք բաց են հայրական տան դռները կոտրված սրտերի համար։ Ես վազում եմ տուն Եթե կարող ես ներել ինպես անարժանիս, ապա քո մեկ համբույրը բավական է ինձ, որ ես դա զգամ։ Հագցրիր իմ մատին մատանի, նոր հագուստ ինձ հագցրիր, մեռած էի ես, բայց հիմա ապրում եմ, քանի որ քեզ եմ հավատում։ Այս երգի բառերն էր եւ Այսօրվա իմ վերնագիրը, որ ես կոչել եմ վերադարձ հայրական տուն, վերադարձ հայրական տուն, ինչի եմ այսպես կոչել, որովհետև նայելով աստվածաշնչին, նայելով Հիսուսի կատարած գործին, խոսքին, նայելով
Այն միսիային, ինչի համար Հիսուսը եկավ այս երկիր, ապրեց, իր կյանքը օրինակ ցույց տալով եւ ի ցույց դնելով ամբողջ աշխարհին թույլ տվեց, որպեսզի իրեն խաչեն, խայտարակ, նվաստացնող մահով, մահապատժի ենթարկվելով կայանում էր նրա միսիան հենց դրանում, որ մենք ունենանք հնարավորություն նորից վերադառնալու հոր գոքը, հոր սրտի մոտ, հոր գրկի մեջ, հայրական տուն, որը որ կորցրել էինք։ Ամբողջ միսիան Քրիստոսի կայանում էր սրանում։ Գիտես, այստեղ հրաշալի զոհաբերության ընծայի խոսք, երբ որ խոսում էր եղբայրը, այնպիսի այսպես թեմայից զուգահեռների կպավ, որ ես ամեն անգամ իրան երբ որ ասում եմ ընծայի խոսք խոսա, ես գիտեմ, հեսա քարոզի սկեսը փորձելու է քարոզի։ Մենք իրար հետ պայմանավորված չենք լինում ու այնքան կարևոր է, որ մենք հասկանանք ու զգանք, որ մենք գիտակցենք ոչ թե Հիսուսի ներկայության մեջ լինելու մեջ է խնդիրը քրիստոնյայի, ոչ թե Հիսուսի կողքը լինելու, տեսեք Պետրոսը Հիսուսի հետ էր, նավակի մեջ էր, բայց երջանիկ չէր, բայց հաջողակ չէր։ Տեսեք, Հիսուսի հետ քայլում էին շատ շատերը, բայց նրանք հաջողակ չէին, նրանք երջանիկ չէին, նրանք իրենց մտքում, իրենց սրտում, իրենց կյանքում դատարկություն էին ապրում, Աստծո այդ օրհնությունները չէին վայելում։ Եվ գիտես, երբ որ ես նայում եմ իմ կյանքին, երբ որ ես նայում եմ եկեղեցուն, քույրերին, եղբայրներին, երբ որ ծառայողական դիրքի պատճառով ստիպված եմ լինում խորհրդակցություններ կամ տարբեր հարցերի հետ առնչվել մարդկանց կյանքերի, ես տեսնում եմ, որ մարդիկ փնտրում են Հիսուսին, մարդիկ գալիս են եկեղեցի եւ գալիս են որպեսզի ուղակի օրհնվեն, ուղակի բժշկվեն, ուղակի իրենց պարտքերը մարվի, ուղակի իրենց տունը խաղաղություն լինի, ուղակի կամ երբեմն գալիս են մարդիկ էլ կան, որ գալիս են, որովհետև եկեղեցական երգեցողությունն է իրանց դուր գալիս, ինչ որ մի ծառայության մեջ են, տարբեր պատճառներով են մարդիկ եկեղեցի գալի։ Եվ դա նորմալ է, բայց քո գլխավոր նպատակը, քո եկեղեցում լինելու Աստվածաշունչը խոսում այսօր կնայենք այդպիսի համարներ, որ մենք ոչ թե պետք է լինենք Հիսուսի հետ, Հիսուսի կողքը, Հիսուսի շողքի ներքո, օծությունը զգանք, ինչքան ուժեղ զգացինք, դա ուրեմն լավ է, այլ մենք պետք է լինենք նրա մեջ։ Մենք պետք է լինենք նրա մեջ, որովհետև մինչև դու նրա մեջ չլինես, մինչև դու չգտնվես հոր գրկում, մինչև որ այդ խոսքը, որը որ լսում ես չիջնի քո սրտի մեջ եւ չբերի այնտեղ փոփոխություն, այդ բոլոր բաների հետևից դու կարող ես տարիներ շարունակ վազել եւ այդպես էլ չհանդիպել։ Եվ խնդիրը նրանում չի, դու ինչքան ունես, խոսքը միայն նյութականի մասին չի, կարևորը հարցը նրանում է, թե դու որքան ես ճանաչում, որքան ես երջանիկ այն Աստծո հետ, ում որ դու քո կյանքը նվիրել ես։ Ամեն, հալելույա։ Մի երիտասարդ տարիներ առաջ իր հայրական տունը որոշում է լքի։ Եվ ասում է, իհարկե սա շատ նման է անառակ որդու առակի վերադարձին, եթե դուք հիշում եք դա։ Ես ուզում եմ իմ կյանքը ապրել այնպես, ինչպես որ ես եմ ցանկանում եւ խնդրում եմ, որ ինձ չխանգարեք։ Այս ամենը ասում է իր հորը, իր ընտանիքին եւ ուզում է հրաժեշտ տա ու գնա։ Ես ուզում եմ իմ կյանքը այնպես ապրել, ինչպես ինքս եմ ուզում։ Եվ հայրը ասում է լուր նայեց որդուն, նրա հետ չմտավ ոչ մի վիճաբանության մեջ, որովհետև տեսա, որ շատ համոզված է որդին արդեն որոշում է կայացրել եւ հենց այդպես էլ անելու է, ոչ վիճեց, ոչ մի բան չասեց,
միայն մի բան ասեց. Որդիս, եթե օրերից մի օր հանկարծ դու հոգնես ճանապարհներից, ուր որ դու գնում ես, հիշիր, որ մեր տան դուռը քեզ համար փակ չի լինի։ Հիշիր, որ իմ տան դուռը քո համար միշտ բաց կմնա։ Ու անցան տարիներ, երիտասարդը գնաց աշխարհով մեկ բոլոր հաճույքները այդ թվացյալ ունեցավ եւ դրա հետ միասին նաեւ հասկացավ, որ ընկերները հեռանում են, երբ որ փողը վերջանում է, իր սրտի դատարկությունը ամբողջությամբ նա տեսավ ու զգաց եւ ամեն բան կորցնելուց հետո եւ ամեն բան հասկանալուց հետո անձրևոտ մի օր գիշերը նստած ճանապարհի եզրին մտածում էր. ես ամեն բան կորցրեցի ու հիշեց հայրական տունը եւ ասեց արդյոք տեսնես հայրս դեռ սպասում է թե ոչ եւ ճանապարհ ընկավ դեպի իր գյուղ նա ամոթի շերել համարձակվում ուղակի մոտենար տանը ասում էր հերվից ուղակի նայեմ տեսնեմ եթե հանկարծ տեսնեմ որ հայրական օջախից լույսերը վառվում են նշանակում է դեռ ամեն ինչ ավարտված չի բայց եթե ինձ սպասող չլինի ուրեմն լույսերը մարած կլինեն տան եւ իզարմանս իրեն նա տեսավ մի հետաքրքիր պատկեր տան բոլոր լույսերը բոլոր պատուհանները լուսավորված էին դրանից բացի դարպասը բաց էր իսկ դրան առջև հայրը ձեռքին ճրակակալը բռնած կանգնած եւ երբ որ տեսավ որդուն վազեց դեպի նրան որդին ծնկի իջավ եւ փորձում էր արտահայտել այն նույն բառերը որոնք որ մենք առակում գիտենք հայր ես արժանի չեմ ոչ վերադառնալու ոչ քո աչքերի մեջ նայելու որովհետեւ ես մեկն եմ որը որ վատնեցի եւ չարթարացրեցի քո սպասումները եւ իմը իսկ հայրը մոտենալով նրան գրկեց բարձրացրեց եւ ասեց ես ամեն օր դուռը բաց էի պահում որովհետեւ միշտ ամեն վարքյան ես սպասել եմ քո վերադարձին ամեն օր ես սպասել եմ դու երբ ետ կվերադառնաս իհարկե անցան տարիներ բայց ես չեմ դադարել քո առաջ դուռը փակել ես սպասել եմ ամեն օր գիտես ճշմարիտ սերը միշտ սպասում է ճշմարիտ սերը դուռը չի փակում ոչ մեկի առաջ ճշմարիտ սերը հնարավորություն է տալիս մարդուն փոխվելու եւ այս առակը ինչի համար եմ ես բարձրաձայնում որովհետեւ այս առակի խորհուրդը նրանում է կայանում որ մարդ կարող է հեռանա Աստծուց կարող է հեռանա ընտանիքից կարող է հեռանա ընկերներից կարող է թողնի չգիտեմ իր մտերիմներին իր սերը ամեն իրավիճակներ կարող է թողնի ու հեռանա բայց միշտ պետք է դուռը բաց պահել միշտ պետք է ապաշխարության համար հնարավորություն տալ մարդուն որ եթե մարդ ցանկանա վերադառնա նա կարողանա իմանա կամ ի վայր որտեղ ինձ կներեն կամ ի վայր որտեղ ինձ կսիրեն կամ ի վայր որտեղ որ ինձ թեկուզ եւ հանդիմանեն բայց չեն կոտրի չեն փչացնի չեն փշրի այլ կյանք կտան կընդունեն ինձ ամեն եւ այդ միակ տեղը որը որ կա որտեղ որ մենք կարող ենք համարցակ վազել ու մտնել դա հոր հայրական տունն է մեր Տիրոջ մեր Աստծո արքայության մեջ Փառք մեր Աստծուն գիտես մենք սովորել ենք մենք հասկանում ենք որ աշխարհում ամենատակ տեղը ոչ թե հարուստ տունն է ոչ էլ փափուկ անկողին է այլ այն ներկայությունը այն գոք, այն գիրք, այն վայրը, որտեղ որ քեզ սիրում են, որտեղ որ քեզ ներում են, որտեղ կարող են ինչ-որ միտեղ քեզ հանդուրժել, իհարկե այդ ամեն ինչը չափերի մեջ է, ամեն, և ես այս ամեն ինչի մասին մտածելով, այս երգի բառերը սենց վերլուծելով, սենց ամբողջ այս
մի երկու շաբաթ անցած շաբաթ ուղակի չկարողացա ծառայել, որովհետև այստեղ համապատրաստից այսպես անակնկալ շատ հրաշալի ծառայող հյուր ունեցանք ու այդ ամբողջ շաբաթը sense մտածելով այս բաների մասին չէի կարողանում ինձ կտրեի այս գաղափարից, չէի կարողանում կտրեի, որպեսզի ուրիշ մի բանի մասին մտածեի եւ ես մտածեցի, որ միգուցե Տեր, սա այն կերակուրն է, որի կարիքը ունի քո ժողովուրդը, միգուցե սա այն պահն է, որ միգուցե սրտեր կան, որոնք որ պետք է բժշկվեն, միգուցե կյանքեր կա, որտեղ որ մարդիկ պետք է հանդիպում ունենան քեզ հետ, որովհետև դու կարող ես լինել եկեղեցում, ինչպես եղբայրը ասում էր, դու կարող ես Հիսուսին ունենալ քո նավակի մեջ, բայց անհաջողություն ունենալ, երջանիկ չլինել։ Եվ ես այսօր նայում եմ եկեղեցուն, ես տեսնում եմ, իհարկե այս եկեղեցու մասին չի խոսքս, կան տարբեր շատ եկեղեցիներ, այստեղ բոլորը երջանիկ դեմքերով, օծված, ուրախ, զվարթ, sense նայում եք ինձ, հավատքը ձեզանից ուղղակի sense ճառագում է, ու ես ասում եմ Տեր ջան, իրանք պետք է ինձ սովորացնեին, ես ինչ եմ ես անում այստեղ կանգնած, բայց երբեմն հանդիպում ենք դրսում, կայարանում, զբոսնելիս կարող ես հանդիպես մարդկանց, ովքեր որ քույրիկ է կամ եղբայր է, նկատի ունեմ եկեղեցական մարդ է, վերստին ծնված մարդ է, բայց դժբախտ, բայց անհաջողակ, ու դու հասկանում ես մի բան, նա չի հանդիպել հորը, նա ուղղակի ինչ-որ մի, չգիտեմ, պատճառ է ունեցել եկեղեցում լինելու, բայց այդպես էլ դեռ չի հանդիպել հորը, որովհետև եթե հորը հանդիպած ելներ, եթե նորից գրկեր հայրը, հոր գրկի սերը ճանաչեր, հա, նա չէր բանանի։ Գիտես, օրինակի համար, գիտես, ես թորնիկներ ունեմ ու մեծը, ով որ սենց ինձ շատ է բանանում, վազացնում իր հետևից, սենց ասեմ, գիտես, ինքը շատ ակտիվ է, երկուսն էլ ակտիվ են, բայց երբ որ ինքը սենց ինչ-որ բան է ուզում անի, ինքը պետք է անի դա, ինչ ուզում ես արա, ու ես ինչքան անգամ եթե ինչ-որ բանից վախենում է, հա, երբ որ տեսնում է, գիտես, ես ինչքան էլ իրան նստեմ ու բացատրեմ, ասեմ, Ստեփանի, պետք չի վախենալ այս սրանից, այս մթությունից կամ այս բանից, պետք չի վախենալ մյուս, իրան չի հետաքրքրում իմ ոչ մի բացատրությունը, ինչ ուզում ես բացատրի իրան հետի հետաքրքիր չի, իրան պետք է, որ դու իրան գրկես ուղղակի, վերջ, հենց գրկում ես, մի անգամից ամեն ինչ բրծնում է, ընկնում է իր տեղը, գիտես, մենք շատ անգամ փորձում ենք մարդկանց քարոզներով, հայտնություններով, տարբեր մոտեցումներով փորձում ենք մարդկանց ասենք, թե ինչի է այս խնդիրը քո կյանքում այսպես եղել կամ այնպես եղել, ինչի ես դու հիվանդացել, ինչ դուռը բաց եղել, խի սատանան մոտեցավ, ոնց կարացավ ինքը քո ֆինանսներին կպնի կամ քո առողջությանը կամ քո ընտանեկան, մենք կարանք, այստեղ բոլորը Աստծուն ճանաչող մարդիկ եք, ամեն մեկս ինչ որ հասակի ճանաչողություն ունենք, հա, Աստծուն մասին, բայց մենք պետք է հասկանանք, եթե մարդը որ խնդիր ունի, եթե ինքը ուղակի հպվի, եթե նա ուղակի հայտնվի հոր գրկի մեջ, եթե նա ուղակի հասկանա, որ ինքը ոչ թե Աստված իրան կանչել է, որ Քրիստոսի կողքը լինի, ոչ թե Քրիստոսի հետ քայլի, այլ Քրիստոսի մեջ լինի, հոր կողքը նստած, հոր գրկի մեջ, Աստծո արքայության, ներկայության մեջ, երբ որ մենք կարողանանք հանդիպել այդ սիրուն, մենք ուղղակի կդադարենք մարդկանցից հիասթափվել, կդադարենք մարդկանցից մեծ սպասումներ կամ ակնկալիքներ ունենալ, որովհետև հասկանում ենք, որ մարդ են, կարան սխալվեն, կարան ուրիշ ձև մտածեն, կարան այդպես չմտածեն ընդհանրապես, ոնց որ մենք ենք մտածում։ Ու քրիստոնեությունը ոչ թե եկեղեցի գնալն է, ես սկսեցի այսպես մտածել, քրիստոնեությունը դա միայն եկեղեցի գնալը չի, անկախ նրանից, որ եկեղեցում ես, անգամ երբ որ դու առաքելական տաճար ես այցելում, հարցը դրանում չի, թե դու որ եկեղեցում ես գտնվում, քրիստոնեա լինելը դա հայ ծնվելը չի, գիտեք չէ դրա մասին, մենք հայերս ունենք տենց պաթոսային տենց
պատկերացում։ Եթե դու հայ ես, ուրեմն քրիստոնյա ես։ Նման բան չկա, քրիստոնյան դառնում են, ընտրում են քրիստոնեություն ու քրիստոնյա դառնալ։ Եվ քրիստոնեությունը անգամ Աստվածաշունչ կարդալը չի։ Շատ լավ է, որ դու կարդում ես Աստվածաշունչ։ Շատ լավ է, որ դու հայր աղոթքը գիտես։ Շատ լավ է, որ դու աղոթքներ գիտես, Պողոսի աղոթները, քո անձնական աղոթները, հրաշալի է, բայց դա նույնպես քեզ քրիստոնյա չի դարձնում։ Ոչ էլ հրաշքներիդ մեջ քայլելն է, եթե քո կյանքում ունես վկայություններ կամ աղոթում ես հրաշքներ լինում, փառք Աստծուն։ Գաղատացիս 3-րդ գլուխը 27-րդ խոսքը ասում է, որովհետև ամեն մեկը, մեզանից ամեն մեկը Քրիստոսում մկրտվեցիք, Քրիստոսի մեջ մկրտվեցիք, ոչ թե Քրիստոսի կողքը, ոչ թե Քրիստոսի մասին գիտեք, Քրիստոսի հետ եք կամ նրա շուրջն եք, այլ Քրիստոսի մեջ եք մկրտված։ Աստծո օծությունը ձեր կյանքի մեջ է։ Մենք սովորել ենք։ Մարդը սովորել է իրեն պահի եկեղեցու մեջ։ Նկատել ես թե չէ։ Օրինակ կան մարդիկ, երբեմն ես այդպիսին եմ լինում, կինս է մեկ ինձ ասում դրա մասին, մեկ փառք Աստծո, որ դա հազվադեպ է լինում, բայց ասում եմ, եկեղեցում դու ուրիշ մարդ ես։ Ես գիտեք, այնպիսի ծառայողներից եմ, որ բացի մասին մի փոքր կարողանում եմ ազատ խոսել։ Ու մենք սովորել ենք մեզ պահել եկեղեցու մեջ։ Նկատել ես եկեղեցու մեջ ոչ մի քույր, ոչ մի եղբայր քո կողքի նստած է։ Այդպես ինչ-որ տեսանելի մեղքեր չի անում, ինչ-որ սենց անհասկանալի բաներ չի անում։ Ինչու, որովհետև մենք հասկանում ենք, մենք գտնվում ենք մի վայրում, որտեղ որ մեզ պետքա սուրբ պահել, որտեղ որ մեզ պետքա աղոթելուց աղոթել, ձեռքերը պարզել, երգել, հանգիստ նստել, կողքինին հարգել, մեկին տեղ տալ, մյուսին զիջել, այսինքն կարծես թե այլակերպության սարի պես մենք բոլորս եկեղեցի մտնելուց այլակերպվում ենք, դառնում ենք քրիստոնյայի պես, ցույց ենք տալիս, թե մենք այդպիսին ենք։ Մենք սովորել ենք դա, կներեք, ես գիտեմ, որ դու միայն եկեղեցում չես այսպիսին, ինչպիսին հիմա նստած տեսնում եմ քեզ։ Ես վստահ եմ, որ դու եւ տանն ես այսպիսին, եւ աշխատավայրում, եւ քո ուսումնական, եթե հաստատությունում սովորում ես այնտեղ, եւ տրանսպորտի մեջ, իմ մոտ ստեղ գրած էր, որ մի հատ բարձր ամեն պետք է, հնչի։ Հալելույա։ Ես վստահ եմ, որ դու հենց այդպիսին ես, որ ոչ միայն եկեղեցում հավաքույթի ժամանակ ես դու քրիստոնյա, այլ նաև առօրյայում դու հենց այդպես էլ ապրում ես, դա քո ապրելակերպն է։ Հա? Մենք սովորել ենք մեզ ճիշտ պահել եկեղեցում, բայց նաև մեզ պետք է, որպես որ կյանքի տարբեր հանգամանքների մեջ, երբ որ միամիտ մեքենայով դեմդ մեկ ուրիշը կտրում անցնում, ասա վարորդներին ա վերաբերվում, կամ երբ որ միամիտ մեկ է բանկից զանգում են ու ասում են կներեք խնդիր առաջացել եւ ձեր աշխատավարձը կամ ձեր այսինչ փոխանցումը տեղ չի հասել ու դու այնտեղ չես այդ բանկի ամբողջ կառավարությանը հիշում իրանց ընտանիքներով ու կողքի հարևաններով թե ինչու են նրանք անպատասխանատու կամ քո տնօրեններին կամ մյուս, հա, դու գիտես կյանքի բոլոր հանգամանքներում դու կարողանում ես ճիշտ պահված դրսևորես։ Սա է քրիստոնեությունը, սա է որ քո կյանքը ցույց է տալիս, որ դու արդյոք ճանաչում ես Տիրոջը թե չէ։ Հալելույա։ Եվ շատ անգամ ես տեսնում եմ, որ քրիստոնյաների մեջ եկեղեցում շատ մարդիկ կան, որ պարտված կամ այսպես սխալ կյանքի մեջ են հայտնվում, հաղթական կյանքի մեջ չեն քայլում, որովհետև երբ որ նրանք աղոթում են, նրանք այսպեսի պատկերացում ունեն, որ Աստված գտնվում է, իրանք ինչ-որ մի պրոբլեմի մեջ են,
Ից գոռում եւ աղաղակում են հայր, խնդրում եմ օգնի, իրավիճակս փոխի եւ այլն, ու գիտես իրենց ոնց են իրենք իրենց պահում, որ հայրը, հա, ինչ որ միտեղ հերու, շատ հերու, ինչ որ միտեղ գտնվում է ու իրանք պետքա ինչ որ մի ձև փորձեն համոզեն, ուշադրությունդ խնդրում եմ մի հատ այն հարցը թող մի հատ ինձ նայի, ես այստեղ եմ, ես այստեղ եմ, ինձ նայի, ես հիմա ամենալուրջ իրավիճակի մեջ եմ, այն քրոջ, այն եղբոր, այն երկրի, այն բանի վարկի հարցերը թող, ստեղ կյանքի ու մահվան հարցը ինձ նայի։ Ես ձեր դեմքերին տեսնում եմ, որ դուք այդպեսին չեք։ Աստված երկնքում ինչ որ հեռու միտեղ չի գտնվում, սիրելիս։ Մեզ պետք է ուղղակի մենք հասկանանք, որ Աստված իր տեղում է եւ մենք Քրիստոսով փոխադրվել ենք նրա մեջ։ Մենք փոխադրվել ենք նրա մեջ, մենք նրա գրկի մեջ ենք, մենք նրա հետ ապրում ենք։ Եվ գիտես կարելի է նայել ու կարելի է հիանալ նրա գեղեցկությունով, նրա սրտի ուղղակի այդ ջերմությունը զգալով, որովհետև եթե մենք չենք լսում Աստծո ձայնը, դա միայն ու միայն նրա պատճառով է, որ մենք նրա գրկից իջել ենք վաղուց, գնացել ենք մեր ճանապարհներով, մեր կյանքի ոլորաններում մոլորվել ենք, ուղղակի փորձում ենք հերվից ինչ-որ մի ձև հոր հետ հաղորդակցվենք, հա, այստեղ զոհաբերության խոսքի ժամանակ նաև այսպիսի մի բան եղավ, որ մեր եղբոր Wi-Fi-ը անջատվեց, իրա մոտ բառարանը խառնվեց իրար, ռուսերեն ու հայերեն, սենց բաներ եղավ, գիտես, երբ որ մեր հեռախոսի մեջ այդ անտենան չի որսում այն ալիքները, որոնցով որ ինքը սկսում աշխատել, մենք չենք վերցնում հեռախոսը խփում գետնին, ասում ենք ջարդենք, որովհետև սա անպետք բան է, չի աշխատում։ Չի աշխատում, մենք տանում ենք մասնագետի մոտ, կամ մենք կարգի ենք բերում իր կարգավորումների մեջ այդ խնդիրները։ Կամ ոչ էլ ասում ենք, այս օպերատորները այս ինչ վատ են աշխատում, այս ինչ վատնա այս կապը, ես այլևս չեմ օգտվելու։ Գիտես, մենք քրիստոնյաներս այնքան պարզ բաների մեջ կարող ենք սխալվել։ Երբ որ մեր աղոթքը հանկարծ մեզ թվում է, թե չի լսվում, մեզ թվում է, թե Աստված այնքան հեռու է մեզանից, որ լավ չենք գոռացել, որ լավ չենք աղոթել, որ միգուցե մեղք կա, մի հատ հլա քննի սիրտը ճշտվի, մի հատ ամեն ինչ կարա լինի, իհարկե պատճառներ կարելի է հազարավոր գտնել ու բերել, բայց հարցը նրանում է, որ Աստված միշտ կա, Աստված միշտ ներկա է, այդ մեր Wi-Fi-ն է անջատված, այդ մենք ենք իջել հոր գրկից, ուղղակի դրա համար նրա հետ կապի մեջ չենք, մեզ պետք է ուղղակի նորից միանալ, մեզ պետք է նորից ճաշակել հոր սերը, մեզ պետք է նորից ասել հայր, ես վերադարձել եմ տուն, քո համբույրը ինձ բավական է, ես ուզում եմ, որ դու նորից նորոգես, նորից վերականգնես իմ ու քո փոխհարաբերությունը, ես նորից սխալվեցի, ես նորից վայր ընկա, սայթակեցի, գիտես, քանի դեռ ապաշխարելու սիրտ կա, քանի դեռ ուղղվելու ցանկություն կա, այնքան ժամանակ հոր դուռը միշտ բաց է իմ ու քո համար, եկեք չդադարենք հոր դուռը ուղղակի մտնելուց, որովհետև Աստված հոգի է, երկրորդ Կորինթացիս 3-րդ գլուխ, ասում է, որովհետև Տերը հոգի է, եւ որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատություն կա։ Եվ այստեղ մի կարևոր բանի եմ ուզում քո ուշադրությունդ գրավել 18-րդ համարի մեջ, ու ասում է, բայց մենք ամենքս բաց երեսով Տիրոջ փառքին, ինչպես հայլու մեջ նայում ենք, տեսնելով, որպեսզի նույն պատկերի նման կերպարանափոխվենք փառքից դեպի փառք, ինչպես Տիրոջ հոգուց։ Ամեն, այդպես է նշված ձեր մոտ նույնպես։ Առաջի Կորինթացիս
Երկրորդ Կորինթացիս 3-րդ գլուխ 17-18 համարները։ Ասում է մենք բաց երեսով, առանց թաքնվելու, առանց ծածկվելու, առանց մեղքերը թաքցնելու, ասում է բաց երեսով Աստծո փառքին ենք նայում, որպեսզի այդ փառքը տեսնելով սկսենք փոխվել եւ նրա պատկերի նման կերպարանափոխվենք, որ փառքից դեպի փառք գնանք ինչպես Տիրոջ հոգուց։ Ես տեսել եմ իմ կյանքում, ես փորձել եմ իմ կյանքում, ես ուզեցել եմ նմանվեմ Աստծուն, ես փորձել եմ արել շատ անգամներ եւ ամեն անգամ երբ որ ես եմ դա փորձել, ինձ չի հաջողվել, բայց երբ որ ես վստահել եմ Աստծուն, երբ որ ես սկսեցի հասկանալ այս խոսքի իմաստը, ես սկսեցի ուրիշ ձև անել։ Գիտեք ինչ ձև են քրիստոնյաները արում, ինչպես է ես անում, քրիստոնյաներին չեմ կարող ուրիշ բան ասեմ, ես ինչպես էի անում, ես այսպես էի մտածում, ես պետք է փոխվեմ, որպեսզի հոր փառքը տեսնեմ, եթե ուզում եմ Աստծո փառքը տեսնեմ, նշանակում է ես պետք է փոխվեմ, ով այդպես մտածել, բոլորս մտածում ենք այդպես, բայց եկեք ավելի ուշադիր նայենք, ասում է ոչ թե երբ որ փոխնվես, հոր փառքը կտեսնես, այլ ասում է հոր փառքին նայիր, որպեսզի փոխվես։ Տարբերությունը հասկանում եք։ Մենք ջանք ենք անում փոխվենք, որպեսզի տեսնենք հոր փառքը։ Աստված ասում է, Աստծո հոգին, ազատության հոգի է։ Մեզ պետք է Աստծո փառքին նայել, մեզ պետք է ոնց որ կաս, վազես Աստծո գիրկը, վազես Աստծո սրտի մեջ, փառվես նրան, փաթաթվես, թույլ տաս, որ նա համբուրի, թույլ տաս, որ դու ուղղակի գրկես նրան։ Միգուցե ուզում ես ասես, ես արժանի չեմ քո զավակը կոչվելու, եւ դա իսկապես այդպես է։ Այստեղ սելա կա մի հատ։ Դա այդպես է։ Մեզանից ոչ մեկ արժանի չէին։ Բայց Աստված ողորմեց մեզ։ Աստված մեզ ողորմեց, մեզ կանչեց, մեզ քաշեց իր ողորմությունով դեպի իրան եւ մեզ իր զավակները դարձրեց։ Հասկանում եք թե չէ։ Եվ եթե մենք այն ժամանակ դեռ մեղավոր ժամանակ, որ Աստված մեզ օգնեց, ապա որքան ավելի հիմա նա սպասում է, որ մենք կվազենք նրա գիրկը։ Աստծո խոսքը ասում է նայիր Աստծո փառքին, ինչպես հայլու մեջ, նայիր փառքին եւ այդ փառքի ազդեցության ներքո դու կփոխվես, ոչ թե փոխվիր, որպեսզի Աստծո փառքը տեսնես, այլ նայիր Աստծո փառքին, փափագիր Աստծո փառքին, Աստծո հետ այնքան մտերիմ եղիր, որդատունկի վրա տնկված եղիր ճյուղի պես, որպեսզի այդ հյութ, այդ զորությունը քո կյանքի մեջ նույնպես դրսևորվի եւ այդ ժամանակը որ դու կսկսես փոխվել այլապես մենք մեր ուժերով չենք կարող ավելի լավը դառնալ մենք մեր գործերով մենք մեր վարքով մեր աստվածաբանությամբ մեր Աստծո խոսքերը լավ շարադրելով չենք կարող ավելի լավը դառնալ Պողոս ասում է ես եկա ձեզ ավետարանը բերեցի եւ այդ ավետարանը ոչ թե իմաստության, ճարտար, սիրուն, հետաքրքիր քարոզներով էր, այլ Աստծո զորությամբ էր դրսևորվում։ Ինչի, որովհետև ես մեկն էի, որ Աստծո մասին գիտեի գիտություններ։ Գիտեք, նախկիններում ուսուցիչները, վարդապետները, ռաբունիները, տաճարի, այդ ղեկավարները, ովքեր որ ունենում էին աշակերտներ, ոչ թե այսօրվա դպրոցների պես էր, որ ասենք հարցնես, ասես ձեր դասարանում քանի աշակերտ կա, ուսուցչուհուն եւ ուսուցիչը կամ ուսուցչուհին ասի 30 աշակերտ։ Այսօրվա դպրոցները այն ժամանակվա դպրոցների պես չէր։ Այն ժամանակ իհարկե կարող էին ուղակի լսարաններ լինել, որտեղ որ ուսուցիչը կարող էր կիսվել, հա, այդ դարբնոցները, բայց ուսուցիչը իր կյանքի ընթացքում կարողանում էր ընտրել մի քանի հոգի իր կյանքի ընթացքում նայած կարող է մի անգամ մեկին ընտրել, ինչպես Եղիան ընտրեց Եղիսեին,
հա, ասեց արի իմ հետևից։ Ինչպես Հիսուսը մոտեցավ եւ 12 իր առաքյալներին ընտրեց որպես աշակերտ իրեն, ասեց եկեք իմ հետևից։ Ուսուցիչներ ընտրում իրեն աշակերտ այն ժամանակներում։ Իսկ սա խոսում է կարևոր բանի մասին, որ այն ինչ որ այն բոլոր գաղտնիքներն ու հայտնությունները կա, ուսուցիչը փոխանցելու էր այդ բոլոր իր հետևորդներին։ Մնացածը լսարանում նստողներ են, բայց կային աշակերտներ։ Հիսուսը հավաքեց 70 հոգի կային, բայց 12-ի հետ էր շատ անգամ լինում։ Ու այդ 12-ից առանձնացնում էր 3 հոգու, նրանց հետ ավելի նուրբ ինչ-որ դետալների մասին էր խոսում և երկնքի հետ էր ճանաչացնում։ Ինչի, որովհետև տարբերություն կար։ Ու Պողոսը ասում է ես Գամաղայելի ոտքերի տակ նստող աշակերտներից մեկն եմ եղել եւ այդ ժամանակներում Գամաղայելը ընդամենը 2 աշակերտ ուներ, որոնցից մեկը Պողոսն էր, Սողոսն էր, որ հետո դարձավ Պողոս։ Դուք պատկերացնում եք ինքը իր աստվածաբանության մեծությունը, այդ ինչքան գրականություն, ինչքան բաներ, պատմություն ու ամեն ինչ գիտեր ինքը։ Բայց այդ ամեն ինչը ինքը թողնելով մի կողմ, ինքը վազում է հոր առաջ։ Ինքը ասում է ես մեղավորներից առաջինն եմ։ Այդ ամեն ինչ ինձ ոչ մի բան չի անում։ Ես հոր փառքին նայելու ժամանակ կերպարանափոխվեցի եւ դարձա ուրիշ։ Այդ բոլոր իմ իմացած հայտնությունները, կարդացած գրքերը ու Աստված ճանաչողության մասին բոլոր ինֆորմացիան ինձ չօգնեցին, որ ես փոխվեմ։ Ես փոխվեցի այն ժամանակ, երբ որ տեսա նրա փառքը։ Սիրելիներս, ես ու դու պետքա ձգտենք հոր փառքը տեսնենք։ Մենք պետքա վազենք մեր հոր գիրկը ամեն ժամանակ։ Ով ուզում է լինի Աստվածաշունչ ասում անգամ եթե կուրս տվող մայրը թողնի, հոր մասին էլ չի ասում ընդհանրապես, որտեվ մայրը վերջինն է որ կարա թողնի։ Ասում անգամ եթե կուրս տվող մայրը թողնի, ես ձեզ չեմ թողնի որբ։ Բայց այսօր նայելով մենք մեր քրիստոնյա աշխարհին ես նկատի չունեմ ընդհանրապես մեզ կամ ինչ-որ մեկի չեմ մատնանշում։ Ես ուզում եմ, որպեսզի մենք հասկանանք, որ մենք որբ չենք։ Գիտեք, մենք որդե գրվածներ ենք, Աստվածաշունչն է խոսում, Եփեսացիներ առաջի գլուխն է ասում, որ օրհնյալ է մեր Աստված եւ մեր Հիսուս Քրիստոսի հայրը։ Ամեն։ Օրհնյալ է նա, թե չէ։ Օրհնյալ է։ Ինչի համար նաև, որ մեզ օրհնեց ամեն հոգևոր օրհնություններով, ամեն, չկա մի օրհնություն, որ հայրը պահել ասել է, էսի Հիսուսի համար ամենակ, մնացածը ձերն է, ոչ, ասում է ամեն օրհնություններով օրհնել է մեզանից ամեն մեկին, ինչպես հոգևոր օրհնություններով, Քրիստոսով, ինչպես որ ընտրեց մեզ աշխարհի ստեղծվելուց առաջ, որ մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջին, մեզ առաջից սահմանելուց ամեն ինչից առաջ սահմանեց, որ իրեն որդեգիր լինենք Հիսուս Քրիստոսի ձեռով, իր կամքին հաճության պես։ Գիտես, Աստված նախասահմանեց, Աստված ուզում է, Աստծո խոսքը ասում է, որ շատերն են կանչված, բայց քչերն են ընտրված։ Աստված չի ուզում մեղավորի կորչել, Աստված ուզում է, որ բոլորը փրկվեն եւ գան ճշմարտության գիտությանը, բայց ով կարձագանքի հոր կանչին, ով կասի ես վերադառնում եմ հորստուն, ով կլինի մեկը, որ կգնա կասի լսի, անկախ ամեն ինչից, հայրը սպասում է քեզ, հետ արի, վերադարձի քո կյանքի դատարկությունը կվերանա, հայրը կուղակի իր սիրով կպարուրի։ Հռոմեացիս 8-րդ գլուխ ասում է 15-րդ խոսքում, որ դուք ծառայության հոգի չառաք, որ նորից շարունակեք վախենալ, այլ որդեգրության հոգի, ասա որդեգրված։ Գիտես, որդեգրված երեխան ունի նույն իրավունքները, որդեգրված երեխան ունի նույն դիրքը հոր աչքերում։ Ոչ թե որ որդեգրվել է ու վсё, նորից գնացել է աշխարհ, նորից գնացել է մեղքերի մեջ, նորից գնացել է, չգիտեմ, հա, օրինական ճանապարհում ինքը նույն ծնողի
ենթակայության տակ է գտնվում, բայց ամեն մի որդեգրություն ունեցող, հոգի ունեցող մարդը պետք է հասկանա, որ ինքը որբ չի։ Մենք այսօր կարող ենք հանդիպել եկեղեցում քրիստոնյա քույրեր ու եղբայրներ, բայց այդպես էլ չորդեգրված հոգով, այսինքն որբացած հոգով։ Նրանք չեն հավատացել, նրանք չեն հանդիպել, նրանք չեն ուղղակի հոր գիրկը բարձացել ու ասել պապ ջան շնորհակալ եմ, որ դու կաս իմ կյանքում։ Շնորհակալ եմ, որ դու իմ անունը գրել ես կյանքի գրքում։ Ինձ սրանից ավել բան պետք չի։ Մենակ թե քո տան մեջ լինեմ, մենակ թե քո ներկայության մեջ։ Հիշեք այդ առակի պատմությունը, հիշեք Աստվածաշնչյան անառակ որդու վերադարձի այդ պատմությունը, ասում է ես անգամ քո որդին կոչվելու իրավունքը չունեմ, թող ծառաներից մեկի պես լինեմ, մենակ թե քո տան մեջ լինեմ։ Տեսեք այս որդու սրտի դիրքը։ Եվ սա ուղղակի հայրը չի հանդուրժի։ Տեսնելով նման բան, հայրը չի հանդուրժի, նա կասի բերեք ապա մատանին, իշխանությունը, բերեք հագուստները, մորթեք եզը, մսացու եւ պետք է իմ տանը ուրախություն լինի, որովհետեւ որդիս, որ կորած էր, վերջապես հասկացավ, որ հոր տնից այն կողմ չկավ երջանկություն։ Հալելույա, մենք պետք է ուղղակի սա հասկանանք, մենք պետք է գիտակցենք ու հասկանանք եկեղեցի, որ մենք որբ չենք։ Ես գիտեմ, որ մեզանից շատերը, անգամ նրանք, ովքեր ծնողների խնամքի տակ են մեծացել, միևնույն է, այդ որբության հոգին, այդ աշխարհի հոգին, փորձում է մեզ հեռացնի, նեղացնելով, ինչ-որ գայթակղելով, ինչ-որ տարբեր պատճառներ օգտագործելով ուզում է մեզ հեռացնի հոր գրկից։ Սատանայի ամբողջ ուժերը կենտրոնացած են նրա վրա։ Ոչ թե որ դու եկեղեցի չգնաս, ոչ թե որ դու երգեր չիմանաս, ոչ թե տասանոր զոհաբերություն չտաս, ոչ թե չծառայես կամ ինչ-որ մի բան։ Նրա ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է նրա վրա, որ դու որդեգրության հոգին չվերապրես, որ դու չհասկանաս հայրը քեզ այնքան շատ է սիրում, որ եթե կարիք լինի, եթե պետք լինի, մեկ անգամ եւս կգար ու նորից նույն բանը կաներ։ Եթե ամբողջ պատմությունը հետ տայր ու ասեիր, կգաս արդյոք Հիսուս նորից, հոր կամքին համաձայն, կգնաս արդյոք, չգիտեմ, այս ինչի, կամ այն ինչի, կամ այն մյուսի համար խաչը բարձանաս, նա նորից նույն բանը կաներ, որովհետև նա սիրող Աստված է։ Եվ սա է մեզ ուժ տվողը, սա է մեզ ուղղակի որդեգրության հոգին մեզ հայրական տուն վերադարձնողը։ Մենք հասկանում ենք, որ մենք օտար չենք, թեկուզ եւ պանդուխտ ենք այս աշխարհում, թեկուզ մենք այստեղ ոնց որ ասած հավիտենականության հետ կապված ոչ մի բան չենք փորձում կառուցել, որովհետեւ ժամանակավոր այս երկրի կյանքը, բայց միևնույնն է, ուրախանում ենք նայելով երկնավոր բաներին, հասկանում ենք, որ այս աշխարհում կրած ցանկացած դժվարություն ու նեղություն չի կարող համեմատվել այն գալացող փառքի մեծության հետ, որի մեջ որ հայրը մեզ առաջնորդում ու տանում է։ Եվ որքան շատ ես ու դու նայենք, ամեն, որքան շատ նայենք այդ հոր գրկին, այդ հոր տանը, որքան շատ մեզ տեսնենք նրա գրկում, այնքան մեզ հեշտ կլինի անցնել այսօրվա դժվարությունները։ Ամեն, փառք Աստծուն։ Հալելույա։ Գիտես, ցանկացած մեղք մարդուն հեռացնում է հոր գրկից։ Ցանկացած մեղք։ Ես նորից առանց ինչ-որ մեկին մատնանշելու, իմ կյանքում, երբ որ ես ընկել եմ, երբ որ ես սայթակել եմ, երբ որ ես մեղք եմ գործել, ես զգացել եմ բաժանում, երբ որ ես զգացել եմ այդ բաժանումը դատարկության պես, այսպեսի այդ սառնոտ, այդ գոլ, այդ մի զգացողություն է իմ ներսում բարձացել, որ ես իմ հորս գրկից իջա նորից, ես նորից այն զոհը, այն սերը, այն ուշադրությունը, որ նա իմ հանդեպ ունեցել է, ես նորից թողեցի դա։
Այդ սառնությունը, այդ դատարկությունը մարդու մեջ ծնվում այդ պատը բաժանարար, որի անունը մեղք է, միշտ քեզ փորձում է հեռացնի հոր գրկից։ Նա քեզ չի ուզում հիվանդացնի, նա քեզ չի ուզում, գիտես, այդ բոլորը հետևանքներ են։ Հիվանդությունը, աղքատությունը, դժբախտությունը, տխրությունը, տրտմությունը, բոլոր այն բաները, որոնք որ այս աշխարհը թաղված, այսպես այդ ճահիճի մեջ խորասուզված է, այդ բոլոր բաները հոր գրկում չլինելու արդյունքներն են։ Բայց ամեն անգամ, երբ որ մենք վերադառնում ենք հոր գիրկը, գիտես, ես կարող եմ հիշել մեր կյանքում եղել են այնպիսի ժամանակներ մեր ընտանիքում, որ ունեցել ենք ֆինանսական շատ դժվար ժամանակներ, շատ դժվար, չեմ ուզում հիմա դրանց մասին խոսել, բայց այնպիսի դժվար ժամանակներ, որ անգամ սովորական զուտ մենակ երեխային կերակրելու գումար չի եղել, կերակուր չի եղել, հա? Բայց մենք այնքան երջանիկ ենք եղել այդ օրերի մեջ։ Մենք հիշում ենք մի հայկական հեքիաթ է կարծեմ էդի կամ առա ինչ-որ մի բան, քեֆ անողի քեֆ չի պակասի, քեֆ անողի քեֆը պակաս չի լինում։ Մեր, երբ որ մենք Մեղրիում էինք կամ Սիբիրում այնպիսի դժվարություններ ենք անցել, էտապներ ա եղել, բայց անցել ենք Փառք Աստծուն։ Ու գիտես, հարևանները մտածում էին, ասում էին, այս մարդիկ տենաս մենք հո իրանց տուն մտնում ելնում ենք, մենք հո գիտենք ընդեղ ինչ է կատարվում։ Այս մարդկանց ուրախությունը, մուզիկան, տան մեջի ծիծաղը, երգը, պարը, այս ու ինչքան շատ դժվարություն էր գալի, մենք այնքան ավելի շատ ուրախությունն էինք ավելացնում։ Ու Աստված, գիտես, բայց եղել են օրեր, ես անկեղծ խոստովանում եմ, որ մենք ունեցել ենք նորից ժամանակներ, որ մենք կերակուրի կամ գումարի ինչ-որ հարցեր չենք ունեցել սենց շատ խիստ ծանր, բայց ունեցել ենք դժվար պահեր, որ երանի չեմ տալիս այդ օրերին։ Այնպիսի պահեր, որ կարծես ամբողջ դժողքը հարձակված լինի ընտանիքի վրա, փոխհարաբերությունների վրա, տարբեր իրավիճակների վրա։ Գիտես, նշանակություն չունի դու ինչքան ունես կամ ինչքան չունես, դա քիչ է թե շատ է։ Աստծո խոսքը ասում ավելի լավ է սև հացը, հա, ուրախությունով, խաղաղությունով, քան թե խաշ խորովածը կռիվներով։ Նշանակություն չունի դու ինչքան ունես, ֆինանսներից կախված չի, քո Աստծո մեջ լինելու այդ փոխհարաբերությունները, դու ինչքան շատ Աստծուն մոտ գտնվես, իմացի, ֆինանսները նշանակություն չեն ունենա, հետագայում դրանք հետևանք կլինեն, օրհնությունները խոսք ասում է կգան ու քեզ կհասնեն, երբ որ Աստծո արքայությունը նախորոք փնտրես։ Աստծո արքայությունը դա հոր սիրտն է, դա հոր բնակարանն է։ Երբ որ մենք նայում ենք Աստծուն, երբ որ մենք հանդիպում ենք Աստծուն, երբ որ մենք նորից վերապրում ենք Աստծո սերը, այդ խնդիրները, դժվարությունները, կոմունալները, վարկերը, պարտքերը, հիվանդությունը կամ մյուս բաները այնքան է փոքրանում քո աչքին։ Դու հասկանում ես, որ Տեր ջան, 1-2 հեսա դու գալիս ես։ Այս ինչի վրա են մարդիկ իրեն ժամանակը ծախսում։ Այս ինչ ունայնության հետևից են գնում ու իրանք չեն գնահատում են երկինքը, որ ունեն։ Ինչու է այդպես, որովհետև ինչու են մարդիկ այդպես, որովհետև ժամանակ չունեն, ուշադրություն չեն դարձնում հոր փառքին։ Աստծո խոսքը ասում է, Աստծո փառքին նայելով իրենց կյանքերը փոխվում էր։ Իրենք նոր կերպարանափոխվում էին։ Ոչ թե փոխվում էին, որպեսզի Աստծո փառքը տեսնեին, այլ Աստծո փառքը նայում էին, տեսնում էին, փափագում էին, քաղցած էին, ծառաված էին դրան, եւ դա օգնում էր իրենց, որ իրենք կերպարանափոխվեին։ Ամեն։ Մատթեոս 5-րդ գլուխը ասում է. սրտով մաքուրները, ուղիղները ինչ կանեն, կտեսնեն Աստծուն։ Մենք ուզում ենք հոր փառքը տեսնենք,
Սա խոսում է նրա մասին, որ մենք պետք է մեր ուշադրությունը, մեր սիրտը դարձնենք դեպի Հայրը։ Մենք չվազենք ինչ-որ ուրիշ բաների հետևից։ Մենք եթե մեր սիրտը մաքրենք այս աշխարհի բոլոր բաներից, նայենք Աստծո փառքին, դա կօգնի մեզ, որ մենք կերպարանափոխվենք։ Սրտով ուղիղները կտեսնեն Աստծուն։ Խոսքը ասում է։ Ամեն։ Փառք Տիրոջը, ես կարծում եմ, որ դու ինչ-որ բան ես ստանում այսօր։ Գիտես, դժվարության ժամանակ միշտ այնպես է լինում, որ դու կորցնում ես այդ դատարկությունը, երբ որ դու զգում ես այդ պատը քո ներսում, որ դու զգում ես, դու կորցնում ես ամեն բան, դու փորձում ես Աստծուն փնտրես, դու ուզում ես հասկանաս, դու ինչ-որ մի բան կորցրել ես ներսում։ Գիտես, ես երբ որ աշխարհիկ էի, ոնց ես վերապրեցի Աստծո սերը, երբ որ ես աշխարհիկ էի ու ավետարան լսեցի, երբ որ ես հանդիպեցի մարդկանց, խոսեցին, գնացի, հանդիպեցի, լսեցի, այդ մթնոլորտի մեջ եղա եւ այլն, ես հասկացա, երբ որ Տիրոջը ընդունեցի ու հասկացա, որ ես որդեգրված եմ։ Գիտես, ես ունեի ծնողներ, իմ ծնողները ինձ սիրում էին, անկախ նրանից իմ այդ ժամանակվա չարություններից, այսպես նուրբ ասեմ, որ ես անում էի, նշանակություն չուներ, նրանք շարունակում էին ինձ սիրել, որտեվ իրենց որդին էի, են էլ ամենափոքր որդին էի, ուզեին չուզեին պետք է սիրեին։ Ու գիտես, երբ որ ես Աստծո սերը ճանաչեցի ու ճաշակեցի, այդ իմ ներսի դատարկությունը կարծես վերացավ, այդ ունայնությունը անհետացավ։ Թեկուզ ես ունեի ծնողներ, բայց այդ աշխարհիկ այդ որփության, որփ լինելու, որ ինձ չեն հասկանում, որ ինձ չեն գնահատում, որ ինձ միևնույնն է, ես ուրիշ բան եմ ուզում այս կյանքում, ոչ թե այն ինչ որ ինձ ուզում են հրամցնել կամ սովորացնել։ Ես ուղղակի այդ ունայնության մեջ, երբ որ հոր գիրկը ընկա, երբ որ հոր սերը ճանաչեցի, ես ընդունեցի այդ որդեգրության հոգին ու այդ իմ սրտիս մեջ այդ դատարկ տարածությունը վերացավ, լցվավ Քրիստոսով։ Նույնպես էլ մենք, ամեն մեկս, մենք պետք է հասկանանք, որ երբ որ մեր կյանքում ինչ որ որևէ մեղք են գործում, այդ պատը բարձրանում է, այդ խնդիրը մեր մեջ բարձրանում է։ Ու միակ բանը, որ պետք է անենք, ոչ թե եթանք այդ խնդիրը շուտ լուծենք, այդ պարտքի հարցը լուծենք, որ նորից վերականգնվի մեր հոր հետ փոխհարաբերությունը, այլ ընդհակառակը, մենք առաջի հերթին պետք է մի հատ ապաշխարենք, վերադառնանք հոր սիրտ, հասկանանք որտեղից վայր ընկանք, հասկանանք ինչն էր պատճառը, որ մենք ուղղակի սայթակեցինք, սխալ որոշում կայացրեցինք եւ ընկանք։ Որովհետև երբ որ դու ապաշխարում ես, երբ որ դու վերադառնում ես հոր գրկի մեջ, նորից խաղաղությունը Աստծո բարձրանում է քո սրտիդ մեջ։ Թեկուզ խնդիրները չեն վերանում, ու իրավիճակն է կարող է այտենց շատ արագ չի փոխվում, չի դզվում, մերպես ասած, հա, բայց միևնույնն է, երբ որ ներսում գալիս է համոզվածություն, որ Աստված իմ հետ է, այդ վախերը, այդ խնդիրները, այդ ամեն ինչը արդեն երկրորդ, երրորդական են դառնում։ Ես սկսում եմ հասկանալ, որ Տեր նշանակություն չունի ինչ զորաբանակ է դուրս եկել իմ դեմ։ Նշանակություն չունի խավարի ինչքան ուժեր են կուտակվել իմ հակառակ դեպի ինձ։ Ես մի բան գիտեմ։ Այն ժամանակ հիշում եմ, դու ոնց ինձ փրկեցիր ու հանեցիր, ժայռի վրա հաստատելով։ Այսօր ես վստահ եմ ավելի, քան այն ժամանակ, որ դու ինձ հետ ես, որովհետև ես քո սերը ճաշակում եմ, ես գիտեմ, որ դու ինձ հետ ես, խաղաղությունը իմ ներսում է, եւ սա է փառք Հիսուսին, եւ այս համոզվածությունն է, որ հանգամանքները կստիպի, այս համոզվածությունն է, որ հավատք է նշանակում, որ հանգամանքներին կստիպի, որ դրանք փոխվեն եւ դառնան այնպիսին, ինչպիսին, որ Աստված իրեն սիրողների համար պատրաստել էր, որովհետև անգամ եթե դժվար չար բան էլ ծրագրված լիներ իմ դեմ, Աստծո խոսքը ասում է Աստծուն սիրողների համար, չի ասում հավատք ունեցողների համար, չի ասում ես չգիտեմ հովիվների համար կամ լեռներ ու սարեր տեղաշարժողների համար, ասում է Աստծուն սիրողների համար, այդ ամենը գործակից կլինի դեպի բարին։ Այստեղ կա Աստծուն սիրող մարդ, փառք Աստծուն։ Իմացիր այն դժվարությունները, որոնց որ դու հանդիպում ես, որոնք որ քո կյանքի մեջ են, միգուցե
մի եղբայր ինձ վերջերս այսպեսի մի բան ասեց Արմեն ջան քեզ կրակի մեջ չեն գցել ոնց որ թե ճուզելով կրակի մեջ ենք գցել քեզ ասի չէ կրակի մեջ չեք գցել ասես բա ինչ ա եղել ասի փուրն եք տվել ինձ ու լրատեղ սելա էր այսպես լրություններ ասի բայց կանցնենք խնդիր չի դուրս կգանք ու գիտես ինչի որն է այդ համոզվածությունը թեկուզ եւ ինչ էլ ուզում ա լինի եթե դու Աստծո սերը գիտես եթե դու Աստծո սրտի մեջ ես նշանակություն չունի ինչա կատարվում քո կողքը անգամ հակառակորդներին խոսքած մտշնամիներին քո կողմը կդարձնի էլ ուր մնաց ասենք մնացած բաները գիտես այսօրվա այն կրակները որոնց մեջ որ դու հայտնվել ես կարող են դառնալ վաղվա քո սաղմոսներն ու վկայությունները հալելույա Դավիթը մեր փառաբանության խմբին հեռախոսի զանգը հուշում է որ պետք է նվագեն Դավիթը գիտես 23 սաղմոս գրեց 91 սաղմոս գրեց որ բարձրալի ծածկոցի տակ բնակվողն է որ հանգստանում ամենակարողի շուքի տակ չէ որ անկախ ամեն ինչից գիշերվա զարհուրանքից թե ցերեկվա թրջող նետերից ոչ մի բան չի կարող քեզ բաժանի Աստծո սիրուց ոչ մի բան չի կարող քեզ վնասի հազարավորներ կարող են չդիմանալ նման փորձություններին, բայց եթե դու բարձրալի ծածկոցի տակ ես, եթե դու ամենակարողի շուքի ներքո ես, եթե դու շարունակում ես հոր գրկում մնալ, հայրական տունը չլքել, իմացի մի բան, դու պաշտպանված կլինես։ Աստծո սերը քեզ կբժշկի, քեզ կբարձրացնի, քեզ կոգեշնչի, նոր բարձունքներ կտանի։ Ընդունիր սա մարգարեական։ Տերը քեզ կբարձրացնի։ Եկեք ոտքի կանգնենք։ Իմացի մի բան, այսօրվա այն կրակները, որոնք որ կանք հո կյանքում, դու կարող ես, երբ որ մենք երկինք գնանք, դու կարող ես այնտեղ հանդիպել Միսակին, Սեդրակին, Աբեդնագովին, դու կարող ես նրանց մոտենալ եւ ասել, հա, ոնց էր, ոնց դիմացաք, նրանք զբոսնում էին այդ կրակների մեջ, գիտես կրակի մեջ գցողները վառվեցին մահացան, բայց նրանք կրակի մեջ քայլողներն էին, ինչի որովհետև հոր սերը ճաշակել էին, ամեն, գիտես ամբողջ աշխարհը մեղքի անեծքի տակ էր, բայց 8 հոգի միայն մտան տապան, որ փրկվեցին, Երբ որ նայում ես Սոդոմ Գոմորի պատմությանը, ընդամենը այդ մեծ քաղաքի, այդ մեծ կրթված, այդ զարգացած քաղաքակրթության մեջ, ընդամենը 4 հոգի փրկվեցին։ Ղովտը իր 3 աղջիկներով։ Երբ որ Գողիաթը դուրս էր եկել եւ աղաղակում ու անիծում էր Իսրայելը, Իսրայելի Աստծուն, ամբողջ սավուղը եւ ամբողջ բանակը վախի մեջ, խրամատների մեջ թաքնված էին, միայն Դավիթը կարողացավ հակառակ կանգնել։ Միայն Եղիան կարողացավ կանգնել եւ Բաղամի մարգարեներին կոտորեց, այդ 450-ն էին կարծեմ։ Միայն այդ 3 երիտասարդները հրաժարվեցին երկրպագել այդ կուրքին, թագավորի, թեկուզ և նրանց գցեցին այդ կրակի հնոցը, բայց միևնույն է, նրանք կենդանի դուրս եկան։ Ընդամենը մի կին կար, որ որոշեց գնա Տիրոջ գերեզման։ Ներեցեք, մինչև գերեզմանը, Տիրոջ ոտքերը օծեց, անուշահոտ յուղով և իր մազերով մաքրեց, դրանով իսկ մարգարեական այդ ակտը ուղղակի կատարելով Քրիստոսի մահվան, թաղվելու և հարության ակտը։ Գիտես, Քրիստոսը կարար թույլ չտար այդ կնոջը,
մենք այդտեղ միայն տեսնում ենք թանկագին ուղակի այդ բանը, յուղը, Մարիամի լացելը, արցունքները, մազերով սրբելը։ Քրիստոսը եթե թույլ չտար դա իրականանար, նա չէր կարողանա իրեն թույլ տար, որ թաղեին, մահանար և խաչվեր։ Մարիամը դա անելով նրա մահվան այդ ակտը մարգարեական կատարեց։ Դուք հասկանում եք։ Բոլոր առաքյալները փախել էին, բոլոր առաքյալները, բացի մեկից, Հովհաննեսից, որ Հիսուսի մայր, Մարիամի կողքը կանգնած էր, երբ որ նրա արյան կաթիլները թափվում էին։ Գիտեք, մենք շատ անգամ այնքան չափազանց զբաղված ենք լինում Աստծուն օգտակար լինելու համար, որ գնում ենք մեր խնդիրները լուծելու առանց աղոթելու։ Մենք ժամանակ չունենք ուղղակի։ Ժամանակ չունենք, ասում ենք ես կգնամ, հայր, թող ես կգնամ իմ հարցերը ես իմ ձևով կլուծեմ։ Իմ կյանքը իմ ձեռքերի մեջ է, թող ես գնամ իմ իմացած ձևով։ Բայց եթե հոր տանը գտնվենք, խնդիրները կլուծվեն։ Կա մեկը, որը որ հոգ կտանի։ Դրա համար կարևոր չի, թե ինչ է կատարվում մեր շուրջը։ Շատ ավելի կարևոր է, որ այդ պահին քո շուրջը կա ինչ-որ բաներ տեղի ունենալուց, ինչա քո ներսում կատարվում։ Դրա համար, սիրելիս, ուզում եմ միասին աղոթք բարձրացնենք։ Ուզում եմ, որ եթե կան սրտեր, եթե կան մարդիկ, ովքեր որ կորցրել են այդ զգացողությունը, որ Աստված սիրում է իրենց։ Ես չեմ խոսում թեորիայի մասին։ Թեորիապես բոլորս գիտենք դա։ Աստված այնքան սիրեց այս աշխարհը, որ իր միածին որդուն տվեց։ Մենք բոլորս գիտենք դա։ Բայց իսկապես դու հավատում ես այդ խոսքերին։ Երբ որ մենք երգում ենք այստեղ, որ միակն ես, դու ես, որ իմ կյանքը քեզ եմ նվիրել եւ այլն, մենք իսկապես նկատի ունենք, որ իսկապես Աստված պատրաստ է ամեն բան անի մեզ համար։ Իսկապես այդ որդեգրության հոգին մեր մեջ աղաղակում է Աբբա հայր, Պապ ջան, թե մենք ուղղակի եկեղեցում տեղ ենք զբաղացնում, աղոթք ենք անում, այցելում ենք, ծառայում ենք, որովհետև գիտենք մեզ քրիստոնյայի պես պահել եկեղեցու պատերի ներսում։ Թե մեր դժվարությունների ու հանգամանքների մեջ նույնպես շարունակում ենք հոր գրկում մնալ։ Այնքան չհեռանամ հորական տնից, որ շաբաթ օրը 12-ին հասցնեմ նորից վերադառնամ։ Մի 2 ժամով հորս ասեմ, բապ ես եկել եմ, շնորհակալ եմ, որ եկել եմ, շնորհակալ եմ, որ դու ինձ սիրում ես, հեսա կիշնեմ նորից կգնամ ընկերներիս հետ այնտեղ, որտեղ որ աշխարհն է։ Եկեք քրիստոնեապես ապրենք, եկեք Աստծո փառքին նայենք,